Պատմեք, ինչ հուզարկություն էին անցկացնում, ովքեր էին, քանի հոգով էին եկել, ինչ էին փնտրում։ Այո, այսօր առավոտյան ժամը 9-ի հատվածում, երբ որ ես եկա Հայ-Հեղափոխական Դաշնակցության մարզային կոմիտեի գրասենյակ եւ Հայաստան Դաշինքի նախընտրական շտաբ, արդեն իսկ շտաբի դիմաց կանգնած էին ոստիկանության ծառայողներ, իսկ ներսում քննչական խումբներ, գլխավորությամբ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներից մեկի, որի անուն ազգանունն էլ այդպես էլ ոչ իմացա, ոչ էլ գիտեմ, իրենց քննչական հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ կատարեցին խուզարկություն Հայ-Հեղափոխական Դաշնակցության մարզային կոմիտեի գրասենյակում։ Խուզարկության ընթացքում ներկա եմ եղել ես եւ մեր գրասենյակի գործավարուհի։ Խուզարկությունը մոտ կես ժամ առաջ ավարտվավ, այսինքն ժամը 9-ից մինչև 12:30 խուզարկում էին, խնդիր չունենք, ես վստահ եմ, որ այս ամենի նպատակը մեր բնականոն աշխատանքները խաթարելն է, ընտրություններին մնացել են տամենը 3 օր, մեզ համար շատ կարևոր եւ ծանրաբեռնված օրեր են, ամեն ժամ եւ օր մեզ համար կարևոր է մեր աշխատանքները կազմակերպելու այս ամբողջ ընթացքը վերահսկելու եւ վերջապես հասնելու նրան որ ամսու 7-ին մենք բոլորս կպրծնենք այս չարիք իշխանությունից։ Պարոն Պետրոսյան, ինչ էին փնտրում։ Իրենք փնտրում էին ինչ-որ բաներ, չգիտեմ, որոշման մեջ հորդորել, ընտրություններին մասնաես չգիտեմ ինչ էին փնտրում, բայց ամենայն դեպս վստահեցնում եմ ձեզ, որ իրենց նպատակին չհասան, քանի որ մեր մոտ աշխատանքային փաստաթղթեր էին, իրենք արգրավեցին նույնիսկ աշխատանքային փաստաթղթերը, տեղամասային կենտրոններ, տեղամասային կենտրոնների ընտրողների քանակ եւ այլը, ընդհուպ մինչեւ ծիծաղելի էր, իրենք արգրավել են, տարել են իրենց այդ հանձնաժողովի անդամների ցուցակը, որը բաց է, election.am կայքով իրենք կարող են տվել եւ հանձնաժողովների անդամների ցուցակը տանեին, բայց շատ ոգևորությամբ արգրավեցին իրենց եւ իմ ճիշտ ասած edel էր մի քիչ զավեշտալի ասեցի իմ անձնական օգտագործման նոտատ է դրը, որտեղ որ ես ընդանուր գրառումներ եմ կատարում։ Ինչ-որ դիմում էին։ Եվ համակարգիչները արգրավեցին, մարզային կոմիտեի համակարգիչը, գործավարի համակարգիչը եւ մեր գրասենյակում վարչակալության հիմունքներով գործում է համազգային կրթամշակութային միության Գյումրու մասնաճյուղը, այդ միության համակարգիչը։ Ասացիք դիմում են, հա, տեսել, ասել են, սա ինչ է, այս դիմումը։ Դիմումներ բնականաբար մեր մոտ որպես կուսակցություն մեր մոտ դիմումներ կան, ուրախություն նաև մեզ այս դժվարին օրերին մենք շատ դիմումնագրեր ունենք, որոնք դիմել են ընդունվելու Հայ-Հեղափոխական Դաշնակցություն։ Մի պահ իրենք չպատկերացրեցին, ինչ դիմումներ են, չգիտեմ ինչ ակնկալիքով այդ դիմումները բան արեցին, երբ որ ես ասեցի, որ դրանք քաղաքացիների դիմումներ են, որոնք ցանկություն են հայտնել մտնել Հայ-Հեղափոխական Դաշնակցության կուսակցություն, իդեպ դրանք էլ արգրավեցին։ Դիմումներն էլ արգրավեցին։ Նաև ես ուզում եմ ասել ձեզ, որ ես եւ մեր գրասենյակի գործավարու հրաժարվել ենք իրենց որևէ հարցերի պատասխանել, հրաժարվել ենք որևէ մեկ արձանագրության տակ ստորագրել։ Դիմումներում ինչ մտածում էին, թե փող եք տվել, թե դիմում է փող ստանալու, բարեգործության։ Ես չգիտեմ իրենց նպատակը ինչ էր, ինչու էին եկել, ինչու առավոտ
ժամը 9-ից խատարեցին մեր գրասենյակի մեր նախընտրական շտաբի գործունեությունը։ Ես չգիտեմ։ Ինչ որ բնականաբար իրենք նպատակ ունեին, բայց ես վստահ եմ, որ իրենց նպատակը իրենք չհասան իրենց նպատակը կամ իրենց նպատակը չի արտարանալու։ Կրկնում եմ, իրենք արգրավել են փաստաթղթեր, որոնց բոլոր փաստաթղթերի պարունակությունը բաց աղբյուրներում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներբեռնել եւ տպել հանձնաժողովի անդամների ցուցակներ, տեղամասերի ցուցակներ, տեղամասային կենտրոնների ցուցակներ, տեղամասերի ընտրողների քանակի վերաբերյալ ցուցակներ, նմանատիպ փաստաթղթեր։ Նաև տներն են, հա, խուզարկություն Ես այս բանի տեղեկություն չունիմ, քանի որ ես այս ամբողջ ընթացքում գտնվել եմ ներսում եւ չի թույլատրվել դուրս գալ։ Ես բացարձակ որևէ տեղեկություն չունեմ։ Դատարանի որոշմամբ է խուզարկությունը եղել։ Ես նույնիսկ փաստաթղթին հարց չամարեցի ծանոթանալ, չգիտեմ դատարանի որոշում էր, թե հակակոռուպցիոն կոմիտեի որոշում էր։ Մեր մոտ ներկա այդ որոշումը կարող է ծանոթանալ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։